Ինչու Էրդողանին չի մտահոգում, որ հայոց ցեղասպանության մասին իր ընտրած ձևակերպումները կարող են փչացնել հայ-թուրքական հարաբերությունները։ Որտեղ Հայաստանի համար ներկա փուլում ցեղասպանության ճանաչման խնդիրը կորցրել է իր առաջնային նշանակությունը եւ դա հաշվի առնվում իհարկե Թուրքիայի կողմից։ Տեսնելով Հայաստանի իշխանության անտարբերությունը հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ, Անկարան ինչ բառամթերքով ուզում է, խոսում է 1915 թվականի անմեղ զոհերի մասին։ Նա հայոց ցեղասպանության փաստը զրպարտություն է անվանել Իսրայելի կառավարությանն էլ հանցավոր խմբավորում, երբ արձագանքել է հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը հաստատելու Իսրայելի կառավարության որոշմանը։ Թուրքիան ըստ էության շարունակում է ժխտողական քաղաքականությունը, պաշտոնական պատմագրությունը Թուրքիայի եւ Էրդողանի հայտարարությունը դրա արտահայտումն է։ Թուրքագետ Ռուբեն Սաֆրասյանն ասում է, Էրդողանի հայտարարությունը սուր ծայրով ավելի շատ ուղղված էր Իսրայելին։ Տարիներ շարունակ Թել Ավիվը Անկարային չնեղացնելու համար հրաժարվել է ընդունել, որ հոլոքոստից բացի 20-րդ դարի սկզբին մեկ այլ ցեղասպանություն է տեղի ունեցել՝ հայոց ցեղասպանությունը։ Հիմա, երբ Էրդողանի շուրթերից հաճախ են հնչում հակաիսրայելական ձևակերպումներ, Նեթանյահուն որոշել է առիթից օգտվել ու հայոց ցեղասպանությունը ճանաչելով ցավեցնել Էրդողանին։ Ես առիթ եմ ունեցել տարիներ առաջ զրուցելու Իսրայելի արտգործնախարարության ներկայացուցիչների հետ, որոնք գիտեք շատ պարզ ասեցին, մենք շատ լավ գիտենք, որ սա հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, բայց մենք չենք ճանաչում, որտեղ մեզ համար շատ կարևոր են մեր հարաբերությունները Թուրքիայի հետ։ Եվ հիմա, երբ որ Թուրքիայի հետ հարաբերությունները սրվել են, Իսրայելը գնում է այդ քայլի։ Սա մի տեսակ վիրավորական է, գիտեք։ Վիրավորական է, բայց մեր շահերից է բխում։ Նաև այս տեսակետն ունեն որոշ փորձագետներ։ Նախ, եթե Իսրայելի խորհրդարանը Քնեսեթը պաշտոնապես հաստատի կառավարության որոշումը, հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների թիվը կդառնա 33։ Եվ հետո Իսրայելի այս դիրքորոշումը Ադրբեջանին դրել է երկու քարի արանքում։ Մի կողմում մեծ եղբայր Թուրքիան է, որին դեմ գնալ չի կարող, մյուս կողմում զինանոցը հարստացնող Իսրայելը։ Բաքվի համար հիմա չափազանց դժվար է։ Իսրայելի քայլը չդատապարտել չի կարող, Իսրայելի հետ հարաբերությունները փչացնել նույնպես։ Ըստ թուրքագետ Ռուբեն Սաֆրասյանի, դա է պատճառը, որ Ադրբեջանի արտգործնախարարության Իսրայելին դատապարտող հայտարարությունը չափազանց մեղմ էր ձևակերպված։ Կոչ է անում, հորդորում է Ադրբեջանը Իսրայելը, որ վերանայի իր որոշումը։ Այսինքն հնարավորինս մեղմ է եղել Ադրբեջանի արձագանքը, որովհետև այո, իրավացի եք, Ադրբեջանի համար էլ շատ կարևոր է Իսրայելը, որպես իր ռազմական զինանոցի սնողներից կարևորներից մեկը։ Ռուբեն Սաֆրասյանը չի բացառում, որ Իսրայել-Թուրքիա հարաբերությունները վերաճեն ռազմական բախման Սիրիայում։ Մերձավոր Արևելքի խնդիրները օր-օրի ավելի են մոտենում Հայաստանին։ Գիտեք, դա մի կողմից պայմանավորված է մեր տարածաշրջանում Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության թուլացմամբ։ Մյուս կողմից դա պայմանավորված է, որ Իրանը ներգրաված է այս հակամարտությունների մեջ եւ դա Իրանի այն պատնեշի դերը, որ նա խաղում էր, որ մեզ հեռու էր պահում Մերձավոր Արևելքի խնդիրներից, նա սկսում է թուլանալ այն։ Լիլիթ Գասպարյան, Միլենա Պողոսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։